Բարի օր, եթերում է Ազատություն ռադիոկայանը, ես Հեղինե Բունյատյանն եմ եւ այսուհետ ամեն օր այս ժամին ես եւ իմ գործընկերները կներկայացնենք լրահոսի ամենակարևոր ու քննարկվող թեմաներից մեկն ամենայն մանրամասնությամբ։ Այստեղ այս ստուդիայում կզրուցենք խնդիրը լուսաբանող ազատության լրագրողների, մասնագետների եւ պատմության կենտրոնում հայտնված մարդկանց հետ, որ պարզենք ինչ է եղել, ինչպես եւ ինչու։ Այնինչ անհնար է անտեսել ու նաեւ այնինչ գուցե մինչ օրս վրիպել է մեր ուշադրությունից։ Ամեն օր մեկ թեմա, ամեն օր մեկ պատմություն, որ փոխում է այսօրն ու վաղը։ From this moment on, America's decline is over. Ուղիղ 100 օր առաջ վերադառնալով Սպիտակ տուն, Ամերիկայի 47-րդ նախագահը խոստացավ Միացյալ Նահանգները կրկին դարձնել հզոր, կրճատել բյուրոկրատիան, ավելացնել աշխատատեղերը, վտարել ապօրինի միգրանտներին, հարթել Ուկրաինայից Գազա շարունակվող պատերազմները, միաժամանակ ամենուր եւ ամեն ինչից վեր դասել Ամերիկայի շահը։ I was saved by God to make America great again. I believe that. Ինչ եւ ինչպես է փոխվել մինչ օրս, ինչ են ասում ընդդիմախոսներն ու շարքային ամերիկացիները, որ անցած նոյեմբերին նրան ձայն տվեցին։ Այս թեմաներով ենք այսօր զրուցելու իմ գործընկեր Գևորգ Ստամբոլցյանի հետ, ով առաջին Ազատության եթերում հաղորդեց Դոնալդ Թրամփի ընտրվելու լուրն ու մինչև հիմա հետևում է Սպիտակ տանն ու դրա շուրջն ընթացող զարգացումներին։ Բարի օր, Գևորգ։ Այս օրերին արևմտյան լրատվամիջոցները, հատկապես լիբերալ թևի, պնդում են, որ Թրամփի նախագահության այս 100 օրը ամենադրամատիկն ու բառի բուն իմաստով ցնցողն էր Ամերիկայի ողջ պատմության մեջ։ 3 ամիս, որ կազմաքանդեց տասնամյակներով գործող ինստիտուտներ, նորմեր ու ավանդույթներ, չափազանցված չի։ Իհարկե չափազանցված է, որովհետև Ամերիկայի պատմության մեջ դրամատիկ դրվագներ եւ դրամատիկ առաջին 100 օրեր շատ են եղել, հիշենք թեկուզ Ռուզվելտի իշխանության առաջին 100 օրը, երբ նա փորձում էր երկիրը դուրս բերել մեծ դեպրեսիայի ճիրաններից, սակայն մի առումով գուցե չափազանցություն չի, որովհետեւ տեղեկատվական այս դարաշրջանում ամեն ինչ շատ ավելի դրամատիկ է երևում, քան կա իրականում եւ շատ ավելի շատ մարդ է տեսնում դա եւ շատ ավելի շատ մարդիկ են ներգրավված Եվ մյուս կողմից պետք է հաշվի առնել Թրամփի անձը որպես այդպիսին, որ ամեն ինչ վերածում է շոուի։ From this moment on, America's decline is over. I'm about to sign some very important executive orders. Բայց դա չի նշանակում, որ նրա առաջին 100 օրերի աշխատանքը խիստ անվնաս էր Ամերիկայի եւ ամերիկյան ժողովրդավարության կամ ամերիկյան տնտեսության համար եւ դա է պատճառը, որ արդեն իսկ ապրիլի վերջին արված սոցհարցումները վկայում են, որ Թրամփի վարկանիշը կտրուկ անկում է արձանագրել, համենայն դեպս ABC եւ Washington Post-ի համատեղ հարցման համաձայն այսօր Ամերիկայի 45-րդ եւ 47-րդ նախագահի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 39%-ը, իսկ նրա այդ գործունեությունը դուր չի գալիս ամերիկացիների կեսից ավելին, ավելի ճիշտ 55%-ին։ Եթե հաշվի առնենք, թե ինչ ջախջախի ճառավելությամբ նա կարողացավ հաղթել նոյեմբերի 5-ի ընտրություններին, կարելի է ասել, որ կես տարի անց նա բավական լուրջ խնդիրների առջև է կանգնել։ Ինչից են հատկապես դժգոհ։ Արդեն իսկ կան հիմնական ուղղությունները, որոնք ընկալվում են կամ մատնանշվում են որպես Թրամփի հիմնական ձախողումներ։ Hill հանդեսը, որը հայտնի է ամերիկյան ներքաղաքական կյանքը լուսաբանելու իր հմտություններով, նույնիսկ առանձնացրել է դրանք եւ նշել է, որ կան 5 հիմնական սխալներ։ Առաջին սխալը նա Hill-ի մասնագետները նշում են մաքսատուրքերի տարիֆների կտրուկ բարձրացումը, որը տեղի ունեցավ ապրիլի 2-ին եւ այդ օրը Թրամփը իրեն բնորոշ ամպագորգորությամբ հայտարարեց ազատագրության օր։ Liberation Day. The United States will implement reciprocal. Իրականում այդ որոշումը, որով փաստորեն աշխարհի բոլոր երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը աճեցին, հանգեցրեց ֆոնդային բորսայում կտրուկ անկման
ողջ աշխարհում ամերիկյան պետական պարտատոմսերից սկսեցին արագ տեմպով ազատվել, որովհետև այդ պարտատոմսերը այլևս վստահելի չէին նման անկանխատեսելի գործողությունների ֆոնին, եւ դա ի վերջո հանգեցրեց առայժմ կարելի ասել նախ եւ առաջ Չինաստանի հետ, բայց դեռ կարող են լինել այլ դեպքեր եւս առևտրային պատերազմի, որը նույնիսկ անվանում են երրորդ համաշխարհային պատերազմ առևտրային պատերազմի տեսքով։ Երկրորդ սխալը դա Իլոն Մասկի դերակատարությունն է եւ ամերիկացիների 57%-ը պարզվում է ըստ Washington Post-ի դեմ է այն լիազորությունների շրջանակին, որ շնորհվել է Իլոն Մասկին. And to that end, I have created the brand new Department of Government Efficiency, which is headed by Elon Musk. Հասկանում են մարդիկ, որ նա $300 միլիոն ծախսել է Դոնալդ Թրամփի ընտրարշավին, նա պետք է ինչ-որ բան ստանար, սակայն տեսնում են, որ նրա լիազորությունները չափազանց շատ են եւ ընդհանրապես Մասկը չափազանց շատ է ամենուր, այսինքն եւ Սպիտակ տանն են այնթաթ հայտնվում տարբեր սկանդալային որոշումներ, այդ ամենը բարձվում է ամերիկացիների մեծամասնությանը առանձնապես դուր չի գալիս։ Բայց չէ՞ որ Թրամփը ընտրվել էր բյուրոկրատիան կրճատելու համար եւ հիմա ընդամենը 100 օրում Մասկի գործակալության շնորհիվ կրճատվել է մոտ 280,000 դաշնային ծառայող, դադարեցվել է մոտ $430 միլիարդ ծրագիր, որով Ամերիկան օգնում էր կարիքավոր երկրներին, այդ թվում Հայաստանին։ Սրան գումարած բյուջեում է Մասկը միլիարդների տնտեսում արել։ Ամերիկացիները սրա համար չէին Թրամփին ձայն տվել։ Ամերիկացիները իհարկե քվեարկել էին դրա օգտին, սակայն այստեղ մենք նորից գալիս ենք թվերին, ավելի ճիշտ այն շարժումներին ու մանիպուլյացիաներին, որ կատարվում են։ Այսինքն, երբ որ Մասկը հորեր ստանձնում այս պաշտոնը, նա հայտարարեց, որ իր նպատակը $2 տրիլիոն կրճատելն է։ I think we can do at least 2 trillion. Առաջին օրերին իր պաշտոնավարման այդ թիվը նվազեց 2 անգամ, դարձավ 1 տրիլիոն։ We've got a good shot at getting 1. Եվս մի քանի շաբաթ անց Մասկը հայտարարեց, որ իր նպատակն է կրճատել $160 միլիարդ։ We anticipate savings in FY26 from reduction of waste and fraud by $150 billion. Հանրային ռադիոյի NPR-ի տվյալներով առաջին 100 օրերի ընթացքում Մասկի գործակալությանը հաջողվել է կրճատել ընդամենը 63 միլիարդ, տնտեսել 63 միլիարդ $, եւ հիմնականում այդ 160 միլիարդի ցուցանիշը տեղի է ունեցել շատ པարզ խորամանկության շնորհիվ, երբ Մասկի ենթակաները տարբեր ծրագրերի անվան տակ նույն ասենք $1 միլիարդ տնտեսումն են ներկայացրել եւ նույնիսկ ամերիկացի լրագրողները գտել էին մի դեպք, երբ $1 միլիարդ տնտեսումը նրանք 7 անգամ էին ներկայացրել եւ դա ստացվել էր $7 միլիարդ տնտեսում։ Ամեն դեպքում տնտեսում կա եւ մոտ 70,000 ֆեդերալ աշխատողների կրճատման մասին են այժմ խոսում, սակայն դա էլ հստակ թիվ չէ, որովհետեւ նրանց մի մասը հաղթել է դատարաններում եւ վերադարձի իրավունք են ստացել Թրամփի դեմ, այս պահին 100 օրվա ընթացքում ներկայացվել է Թրամփի վարչակազմի կողմից կայացված որոշումները բողոքարկող 200 դատական հայց, այսինքն միջինը 2 դատական հայց 1 օրում, ինչը եւս նրա, այսպես ասած, ժողովրդականության աճին չի նպաստում։ Միաժամանակ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ անցած 100 օրը փայլուն է եղել, հատկապես նախագահի տված հիմնական խոստումների ապօրինի իմիգրացիայի դեմ պայքարում եւ որ այս 3 ամսում Թրամփի վարչակազմը 139,000 մարդ է վտարել Միացյալ Նահանգներից։ Այստեղ իհարկե հաջողություններ կան, որովհետև եթե մինչև Թրամփի պաշտոնը ստանձնելը միջինը Մեքսիկայի հետ սահմանը անօրինականորեն հատում էր 150,000 մարդ, մարտ ամսին այդ թիվը կազմել է ընդամենը 7,000։ Սակայն մյուս կողմից տեղի են ունենում միջադեպեր, որոնք կասկածի տակ են դնում այս ամբողջ պայքարի օրինականությունը։ Այդ սալվադորցի ներգաղթյալը, որի անունն էր Կիլմար Գարսիա, նա ուրեմն երկրում գտնվում էր անօրինական, սակայն նրա ողջ ընտանիքը Ամերիկայի քաղաքացիներից էր կազմված։ Եվ դատարանը որոշել էր, որ հաշվի առնելով, որ նա տան միակ աշխատողն է, կերակրում է այդ Ամերիկայի քաղաքացիներին անչափահաս 3 երեխա ուներ, նրան չի կարելի արտահանձնել եւ արտաքսել երկրից։ Չնայած դրան Միացյալ Նահանգների ներգաղթի ծառայությունը ձերբակալում է Գարսիային եւ ուղարկում է Սալվադոր իր պատմական հայրենի, որից հետո Գարսիայի փաստաբանները դիմում են դատական բոլոր ատյաններով անցնելով ի վերջո հասնում են Գերագույն դատարան, որը
իդեպ հիմնականում կազմված է հենց աչերից եւ Թրամփի աջակից իրավաբաններից։ Սակայն նույնիսկ Գերագույն դատարանը քվեների ճնշող մեծամասնությամբ, եթե չեմ սխալվում, նույնիսկ միաձայն որոշում է կայացնում, որ Գարսիան պետք է վերադարձվի Միացյալ Նահանգներ։ Նշեմ, որ մինչ օրս Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը այս որոշումը չի կատարել եւ այստեղ բոլորը հիշում են Թրամփի երկրորդ պաշտոնավարման առաջին օրերին արված մի հայտարարություն, որով նա դիմեց, եթե չեմ սխալվում, Մենի նահանգապետին, ասելով, որ դաշնային օրենքը ես եմ։ Maine here, the governor of Maine? Huh? Are you not going to comply with it? I'm complying with state and federal laws. We are the federal law. Սա նույնպես մարդկանց առանձնապես չի ոգևորում, որովհետև Միացյալ Նահանգներում տարբերություն աշխարհի մեծ մասի դատական իշխանության անկախությունը համարվում էր այդ 200-250 տարիների գլխավոր ձեռքբերումներից մեկը։ Բացի այդ, լիբերալ շրջանակները, որոնք երբեք Թրամփին չեն սիրել, ընդհանրապես սկսել են նրան թշնամաբար վերաբերել իր գաղափարական քայլերի համար, դրանցից ես կարող եմ նշել օրինակ Հարվարդի եւ մյուս ամենահեղինակավոր չեն Միացյալ Նահանգների, այլ աշխարհի ամենահեղինակավոր համալսարանների դեմ այս խաչակրած արշավը Համալսարանների հետ կռիվն ինչի շուրջ է։ Պահանջներ, որպեսզի նրանք բացառեն Իսրայելի դեմ քննադատությունը, դա ներկայացնում է որպես հակասեմականության դրսևորում, քաղաքականությամբ ուսանողները չպետք է զբաղվեն եւ այլն, եւ որպես պատիժ դաշնային ֆինանսավորման կրճատումն է, իսկ դա կազմում է միլիարդավոր դոլար։ Մի խոսքով կարելի ասել, որ առաջին 100 օրը բավական ծանր էին թե Դոնալդ Թրամփի, թե Միացյալ Նահանգների համար։ Ընդ որում կարծում եմ կարևոր է նշել, որ այս բոլոր փոփոխությունները Թրամփն իրագործել է այսպես կոչված գործադիր հրամանագրերով։ Դրանք որոշումներ են, որոնց իրագործման համար նախագահը կոնգրեսի հավանությունը ստանալու կարիք չունի եւ կոպիտ ասած շրջանցում է օրենսդիրներին։ Ընդ որում այս 100 օրում Թրամփը շուրջ 150 նման հրամանագիր է ստորագրել, այսինքն ավելի շատ, քան իրենից առաջ որևէ նախագահ եւ մոտավորապես այնքան, որքան Ջո Բայդենը 4 տարում։ Կոնգրեսից չկա դժգոհություն, որ իրենք կարծես թե այս ողջ ընթացքում լուսանցքում են հայտնվել։ Կոնգրեսի դեպքում խնդիրներն այնքան շատ չեն Թրամփի համար, որովհետև այնտեղ նա ունի հստակ մեծամասնություն, չնայած արդեն իսկ դեպքեր կան, որ նրա դեմ ընդվզման որոշակի փորձեր են տեղի ունենում, սակայն պետք է նկատել, որ դրանք առանձնապես մեծ տարածում չունեն, այս պահին միայն հայտնի է Ալյասկայից ընտրված հանրապետական սենատոր մի կնոջ մասին, որը խստորեն քննադատել է Թրամփին, բայց նրանց թշնամանքը զվաղեմի պատմություն ունի։ Ինչ վերաբերում է այդ հրամանագրերին, ապա 100 օրվա ընթացքում Թրամփը հասցրել է 142 հրամանագիր ստորագրել, նույնիսկ Ռուզվելտը 1933 թվականին ավելի քիչ նման հրամանագրեր ստորագրել, քան Թրամփը 2025-ին, թեև Ռուզվելտի ժամանակ Միացյալ Նահանգներում արկա խնդիրները եւ այն հակազդեցությունը, որ նրան հանդեպ կար նաեւ օրենսդիրների կողմից շատ ավելի մեծ էր։ Ամեն դեպքում այս ամենը ստիպում է ոմանց մտածել, որ Թրամփի իրական նպատակը ոչ այնքան պարզապես կառավարելն է, այլ գործող մոդելը Միացյալ Նահանգների կառավարման ապամոնտաժելը եւ ինչ որ նոր մոդել ստեղծելը, որտեղ նախագահի լազորությունները շատ ավելի անսահմանափակ կլինեն, չնայած նրանք այսօր էլ բավական լայն են, եւ դրան էլ գումարած փորձ քաղաքական նպատակահարմարության է ենթարկել նաեւ այնպիսի անկախ համարվող ճյուղեր, ինչպիսին դատական համակարգ։ We've been meeting with China. We're putting a lot of pressure on Russia. You have to have Ukraine want to make a deal too. Թրամփը քարոզարշավի ողջ ընթացքում պնդում էր, որ ինքը խաղաղության նախագահ է, կարող է բանակցել բոլորի հետ, ստիպել, որ նրանք գնան զուջումների, այդ թվում կարող է 24 ժամում կանգնեցնել 3 տարուց ավելի շարունակվող ուկրաինական պատերազմը կամ Գազան վերածել Եդեմի եւ թույլ չտալ, որ Իրանի նման երկիրը ատոմային զենք ստեղծի։ Ինչը հաջողվել դիվանագիտության մեջ եւ այս 100 օրվա փորձառությունը ինչ է ցույց տալիս։ Առաջկա 4 տարում ինչ դեր է ունենալու ամերիկան աշխարհում միջազգային հարաբերություններում։ Ազդակները նույնքան հակասական են, որքան ներքին քաղաքականության մեջ, գուցե ավելի հակասական, որովհետև Թրամփը ամենասկզբից հայտարարում էր, որ ինքը մի քանի օրում կհանգուցալուծի ուկրաինական ճգնաժամը, այնպես կանի, որ այդ պատերազմը կավարտվի։ I will end that war in one day. It'll take 24 hours. Ես ճիշտն ասած դժվարանում եմ ասել ինքը իրոք
մտածում էր, որ դա այդքան հեշտ է, թե դա ուղղակի նախընտրական կամ այսպես պոպուլիստական հայտարարություն էր, բայց 100 օրը բավական էր, որպեսզի նա հասկանա, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ։ Եվ վերջին շաբաթներին բարբերաբար Վաշինգտոնից հնչող այն հայտարարությունները, թե եթե այսպես շարունակվի, եթե ուկրաինացիներն ու ռուսները իրենց այսպես պահեն, մենք ընդհանրապես ինքնամեկուսացվենք այս ամեն ինչից եւ այլևս մեզ հետաքրքիր չի լինի, դա եւս Թրամփին շատ բնորոշ գործելավոճ է, որովհետեւ նա ընկալում է եւ դա ամերիկացի լրագրողներից շատերն են գրում, նա քաղաքականությունը ընկալում է ինչպես բիզնես։ Եվ նա երբ որ տեսնում է, որ ինչ որ մի գործարք ավելի շատ վնաս է պատճառելու իրեն ռեպուտացիոն կամ զուտ գումարային, նա գերադասում է ընդհանրապես չկնքել այդ գործարքը։ Մյուս կողմից բոլորը սպասում էին, որ առաջինն ինչ նա կանի, դա Իրանի դեմ կոշտ գծի ворթեգրումն է նոր պատժամիջոցներ, բայց արի ու տես, որ նա մի կողմից կարողացավ իր շատ մոտ մարդկանցից մեկին Իսրայելի վարչապետ Նեթանյահուին զսպել, որպեսզի նա չհարվածի, թեև նրանք հակված էին դրան։ Մյուս կողմից Իրանի հետ սկսեց բանակցություններ, որոնք նույնիսկ իրանցիները, որոնք շատ Միացյալ Նահանգների նկատմամբ սկեպտիկ տրամադրված մարդիկ են, ասում են, որ կառուցողական են ընթանում։ Ինչ կստացվի դրանից դեռ պարզ չէ, այսինքն ոչ մի երաշխիք չկա, որ մի երկու շաբաթից կամ երկու ամսից Մարկո Ռուբիոն չհայտարարի, որ իրանցիներն իրենց այնպես են պահում, որ մենք ինքնամեկուսանում ենք, գնացեք իսրայելցիների հետ, ինչ ուզում եք արեք, լուծեք ձեր հարցերը։ Բայց ամեն դեպքում փորձը ցույց է տալիս, որ գոնե սկզբնական շրջանում Թրամփի վարչակազմը հակված է ինչ-որ պայմանավորվածությունների միջոցով հարցերը լուծել կամ գոնե որոշակի ընդհանուր դաշտ ստեղծել այդ հարցերի լուծման համար։ Փաստացի Թրամփը դեմ գնաց դաշնակիցներին, որոնք 3 տարի Ուկրաինայի վրա հարձակումից հետո մեկուսացրել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ սկսեց խոսել նրա հետ։ Ընդ որում նրա բանագնաց Ստիվ Ուիտկոֆը արդեն 4 անգամ հանդիպել է Պուտինին, այսինքն ամիսը 1 եղել է Ռուսաստանում, ուր են հասել այդ բանակցությունները։ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարծես թե ամենալավատեսական սցենարով են զարգանում, հատկապես ռուսների համար, որովհետեւ ռուսներին վերջին 10 տարիներին, 11 տարիներին նույնիսկ ամենաերջանիկ եւ վարդագույն երազում չէր կարող թվալ, որ կարող է հայտնվի Սպիտակ տանը մի մարդ, որ կասի, որ պատրաստ է ճանաչել Ղրիմը Ռուսաստանի անբաժան մաս։ Առայժմ ռուսական կողմը իրեն շատ կոռեկտ է պահում եւ նույնիսկ Թրամփի այսպես հերթապահ քննադատությանը, երբ որ նա ռուսներին սկսում է ինչ-որ դասեր տալ եւ այլն, նրանք ուղղակի ձևացնում են, թե դա չեն նկատել, որովհետեւ հասկանում են, որ խաղադրույքները շատ բարձր են եւ Թրամփի վարչակազմի օրոք կարելի է հասնել բաների, որ հազիվ թե հնարավոր լիներ հասնել որևէ այլ նախագահի օրոք։ Միաժամանակ հենց սկզբից պետդեպարտամենտը հստակ ասել է, որ իր քաղաքականությունը մշակելու է հիմնվելով մեկ պարզ սկզբունքի վրա, որքանով է այս կամ այն քայլը առավել հզոր դարձնում Ամերիկան։ Ու հիմա, երբ Ուկրաինայի ամենամեծ պաշտպան Ամերիկան նրան օգնելու փոխարեն փորձում է հազվագյուտ մետաղների եւ այլ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների տեսքով յետ ստանալ պատերազմի 3 տարիների ընթացքում տված օգնությունը կամ դադարեցնում է հարյուրավոր մարդասիրական ծրագրեր, ընդդիմախոսները ասում են, բայց սա էր հենց այն, ինչ Ամերիկան դարձնում էր Ամերիկա։ Ընտրողները սրան ինչպես են արձագանքում։ Տպավորություն է, որ ամերիկացիներին այդ ամենը այդքան էլ չի հետաքրքրում։ Եվ այստեղ երևի Թրամփի հաջողության գրավականն է, որովհետև Թրամփը դասական իզոլյացիոնիստ է։ Այսինքն Թրամփը կոպիտ ասած համարում է, որ գլոբալիզմի դարաշրջանն ավարտված է, այսպես կոչված փափուկ ուժի գործիքները ավելորդ են եւ ավելորդ ծախս են իրենցից ներկայացնում։ Այսինքն գնալ եւ Աֆրիկայում մարդկանց օրինակ մալարիայի կամ ինչ-որ այլ ամբուժելի հիվանդության դեղեր բաժանել միայն նրա համար, որ ամերիկացիներին լավ վերաբերվեն կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարկը բարձրանա, ինքը դա համարում է անիմաստ գործ։ Նա համարում է, որ ամեն ինչ կենտրոնացած է Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսների միջև գտնվող այդ տարածքում, մեքսիկացիների հետ հարաբերությունների լավագույն բանաձևը պատկառուցելն է, Կանադայի հետ հարաբերությունների լավագույն բանաձևը Կանադան Միացյալ Նահանգներին միացնելն է, կոպիտ ասած իրեն երրորդ աշխարհը չի հետաքրքրում։ Շնորհակալություն Գևորգ, հիշեցնեմ, եթերում է Ազատության 1 թեման, հաղորդումը վարեց Հեղինե Բունյաթյանը, կհանդիպենք վաղը նույն ժամին մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։